Զաքարյան Ալվանյուս, Պարոն Մեսրոպյան, օրենսդրական հրատապ փոփոխություններով հնարավորություն ստեղծվեց հեծը վերցնել սեփականատիրոջից։ Կարող եք ասել, թե այդ օրենքի կիրառումը որքանով է իրավական, քանի որ եթե օրենքը խստացնող փոփոխություն է ենթադրում, ապա հետադարձ ուժ չունի, ազդում է ընդունումից հետո գործընթացների վրա։ Ինչպես եղավ, որ օրենքը խստացվեց եւ դուք լիցենզիայի զրկեցիք հեծի հետ կապված նախկինում կատարված ձեր կարծիքով զանցանքների համար եւ երկրորդ հարցը հեծին զրկեցի լիցենզիայի չնայած որ արձանագրած 9 կետանոց խախտումներից 6-ը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության է վերաբերում եւ ոչ թե հեծին։ Այդ դեպքում ինչու նախարարությունը չպատժվեց եւ վերջին հարցը նաեւ լրացնելով գործընկերոջս հարցին հեծի կառավարումը առնվազն տեսականորեն կարող է ստանձնել թուրքական ընկերություն այստեղ մեր օրենսդրության հետ կապված խնդիր չի առաջանում։ Երկրորդ հարցի հետ կապված ես մասնագիտությամբ իրավաբան չեմ եւ այդպես միանշանակ կդժվարանամ պատասխանել, բայց նման օրակարգ չկա, որ ընկերությունը հանձնել թուրքական ընկերություններին կամ թեկուզ տեսական մակարդակով, ցավոք սրտի, բայց հնչում են անդիմախոսների կողմից կյանքի են կոչում նման թեզեր, որը որ որևէ օբյեկտիվ հիմք չունի, ընդհանուր մինչև որ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան հեծը բանակցեն եւ վաճառեն թուրքական ընկերություններին, որը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ այդ միտքը, էլի նման բան չկա օրակարգում եւ հետեւաբար թուրքական որևէ ընկերության հեծը վաճառելու կամ բան, ասենց այս պահին հողի վրա ռեալ իրականության մեջ որևէ նշան ես չեմ տեսնում։ Եվ առաջի հարցը օրենսդրական հրատապ փոփոխություններին, որոնք հետադարձ ուժ չպիտի որոնեն։ Նորից պետք է ասեմ իրավական բնույթի հարց եք տալիս, ես կդժվարանամ դա մեկնաբանել, ես արել եմ օրենք ընդունելուց հետո վարվել եմ այնպես, ինչպես որ պետք է վարվեի, այսինքն օրենքով գործել եմ, օրենքով տրված իմ լիազորությունների շրջանակում եւ ոչ ավել։